CNN-ը հրապարակել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կնքված Իսլամաբադի հուշագիր անվամբ 14 կետանոց փոխհմբռնման փաստաթուղթը։ Այն նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում եւ Հորմուզի նեղուցի բացում միջազգային առևտրի համար։ Փաստաթուղթը նախատեսում է Իրանի դեմ պատժամիջոցների փուլային վերացում եւ սառեցված ակտիվների ապաշրջափակում։ Կողմերը պարտավորվել են 60 օրվա ընթացքում ավարտել վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Հուշագրով նախատեսում է նաեւ Իրանի միջուկային ծրագրի վերահսկում AMG-ի մասնակցությամբ։ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Թուրքիա արտգործնախարար Հական Ֆիդանին։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է երկու երկրների հարաբերությունները վաղուց դուրս են եկել պաշտոնական շրջանակներից։ Նրա խոսքով շփումները բարեկամական բնույթ են կրում։ Պուտինը դա կապել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ն պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները։ Նրա խոսքով հակառակ դեպքում կարող է խաթարվել վստահությունը դոլարի եւ ամերիկյան ֆինանսական համակարգի նկատմամբ։ Թրամփը զգուշացրել է դա կազդի նաեւ մյուս երկրների վերաբերմունքի վրա։ Վերջինս ընդգծել է ֆինանսական վստահությունը կարևոր ռազմավարական գործոն է։ Մոսկվայի մարզում կործանվել է թեթև շարժիչով ինքնաթիռ, վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Փրկարար ծառայության տվյալներով հնարավոր պատճառը օդաչուի սխալն է եղել։ Բախման պահին ինքնաթիռը բռնկվել է։ Ավիավթարը տեղի է ունեցել Վիխրևո օդանավակայանում։ Նախագահ Թրամփը հայտարարել է, եթե Իրանը 60 օրվա ընթացքում չկատարի պայմանավորվածությունները, ԱՄՆ-ն կվերադառնա հարձակումներին։ Նա ընդգծել է Վաշինգտոնը երբեք չի համաձայնի Իրանի կողմից միջուկային զենք ունենալուն։ Թրամփի խոսքով Իրանին հասցվել է մինչև $2 տրիլիոն վնաս։ Նա նշել է, Իրանի նոր ղեկավարությունը խելացի է եւ ավելի քիչ արմատական։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, Թեհրանը ներդրումների կարիք ունի։ Թուրքիա արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, Իսրայելի գործողությունները սպառնալիք են դարձել գլոբալ անվտանգության համար։ Նրա խոսքով Իսրայելի քաղաքականությունը տնտեսական եւ անվտանգային հետևանքներ է առաջացնում ամբողջ աշխարհում։ Ֆիդանը նշել է, միջազգային արձագանքը գնալով ուժեղանում է։ Նա հույս է հայտնել, տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն եւ կայունություն։ Նախարարը նաեւ խոսել է Գազայի հարցով ԱՄՆ ծրագրի երկրորդ փուլի մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, Հեզբոլլահը պետք է զենքերը վայր դնի։ Նա ընդգծել է, նույնը պետք է անի նաև Իսրայելը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն։ Մակրոնը նաև հայտարարել է, Թրամփի Իրանի հետ կնքված գործարքը լավ համաձայնություն է։ Նրա խոսքով պատերազմի շարունակությունը կպահպաներ Հորմուզի նեղուցի փակ վիճակը։ Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման։ Սերգեյ Սոբյանինի տվյալներով խոցվել է մոտ 180 անօդաչու թռչող սարք, տարհանվել են Շերեմետևո օդանավակայանի ուղևորները, հարվածներ են հասցվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի եւ Սադովոդ առևտրի կենտրոնին։ Իշխանությունները շարունակում են վերացնել հարձակման հետևանքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը էլեկտրոնային եղանակով ստորագրել են փոխհմբռնման հուշագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում եւ պատժամիջոցների վերացման գործընթաց։ Այն հաստատել են ԱՄՆ նախագահը եւ Իրանի արտգործնախարարությունը։ Թրամփը հայտարարել է, փաստաթուղթը ստորագրվել է Վերսալում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատումը սկսվում է անմիջապես։ Նա նշել է, դաշինքը նախապես տեղեկացված էր այդ որոշման մասին։ Ռյուտեի խոսքով ԱՄՆ-ն ստիպված է ռեսուրսները բաշխել տարբեր ուղղություններով։ Նա վստահեցրել է, ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի գործարկման դեպքում բոլոր անդամները լիարժեք աջակցություն կցուցաբերեն։ Գլխավոր քարտուղարը ընդգծել է, դաշինքի պաշտպանական ներուժը պահպանվում է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն զբաղվելու ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով։ ԵԱՏՄ-ի միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ, կզբաղվենք, բայց այսօր էլ ենք զբաղվում։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, թե երբ է Փաշինյանը մեկնելու Ռուսաստանի Դաշնություն դեռ հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի այցը Հայաստան։ Նա հիշեցնենք Դիլիջան էր եկել հանդիպելու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է, որ խաղաղության գործընթացում մենք առաջ ենք գնում, ասել է Փաշինյանը։ Նա նշել է նաև, թե կառավարում են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ։ Դատարանը ողջ գիշեր լսումներից հետո որոշել է 2 ամսով կալանավորել ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանին, այս մասին հայտնել է փաստաբան Արեն Վարդևանյանը։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է, իսկ մինչ այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Վաղարավոտից Փամբագետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները, ներգրավված են փրկարար ծառայության 125 ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Նշենք, որ 3 ժամը 0:30-ի սահմաններում Փամբագետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականին ծնված Նարէ Մարտիրոսյանի մարմինը։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յաննա Եգորյանը նվաճել է Ֆրանսիայում անցկացվող Սուսերամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Թրամարտի եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզուհին 13 և 15 հաշվով պարտվել է իսպանուհի Լուսի Մարտին Պորտուգեսին։ 32-ամյա Եգորյանը նաև աշխարհի եռակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է։ Ալիևը կրկին անդրադարձել է հայերին, մենք երբեք չենք մոռանա այն, ինչ հայերը արեցին մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, չենք մոռանա նաև 65 մզկիթների ավերումը։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ։ Նա նաև ասել է, թե իբր հայերը մզկիթներում պահել են խոզեր և այլ կենդանիներ։ Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղություն կնքած Ալիևը օկուպանտներ է անվանել հայերին։ Բարեկամներ, ես շարունակում եմ իմ ռեպորտաժների կարելի ասել շարքը, այս պահին նորից Թեհրանում ենք եւ իմ հետևում դուք տեսնում եք Շարիֆ Թեհրանի պետական համալսարանի մասնաշենքից մեկը, որը նորից արտադրագործվել է պատերազմի ընթացքում։ Մենք տեսանք սկզբում կամուրջը Քարաջի մոտ գտնվող Թեհրանից 30 մոտավորապես կիլոմետր հեռավորության վրա, սա արդեն Թեհրանի սրտում է եւ իհարկե զոհեր եղել են բնականաբար, հարված եղել ուղիղ մասնաշենքին, համալսարանական մասնաշենքին։ Ինչու եմ ես այս բանը ցույց տալիս, որ մենք պիտի հասկանանք, այսինքն ընթացքը պիտի պարզ լինի, թե շարունակվում է պատերազմը եւ բնականաբար երկկողմանի հարվածները, թե վերջ է տրվում դրան եւ վերջապես կհաստատվի ցանկալի խաղաղությունը, քանի որ խաղաղությունը բնականաբար բոլորի համար գլոբալ առումով ցանկալի է, բայց միշտ չէ, որ այդ խաղաղությանը կարելի է հասնել պարզապես ուղղակի նստելով եւ որոշելով, որ պետք է խաղաղություն լինի։ Ամեն դեպքում ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ հիմա այն կարևոր օրերն են, որտեղ կոնկրետ Իրանի բարակայում եւ տարածաշրջանի համար ընդհանուր առումով եւ նաեւ այդ առումով Հայաստանի համար որոշվում է, թե ինչպիսի ընթացք կունենա այս նոր տարածաշրջանային աշխարհակարգը, կարելի ասել, ինչպիսի հավասարակշռում բալանսի կլինի ուժերի հավասարակշռության առումով եւ մենք էլ բնականաբար կհետևենք եւ դուք էլ շարունակեք հետևել Եվրամեդիա 24-ի աշխատանքներին, ես կշարունակեմ ձեզ ներկայացնել եւ մեկնաբանությունները տալ տարբեր հետաքրքիր հարցերի շուրջ։ Տեսեք քաղաքագետ Գյորգ Միլիքյանը Թեհրանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանի հետ համաձայնության բացակայության դեպքում աշխարհը կարող էր բախվել խոր տնտեսական ճգնաժամի։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցը չէր բացվի, ինչը լուրջ հարված կհասցներ համաշխարհային տնտեսությանը։ Թրամփը շեշտել է, այլ ընտրանքը համաշխարհային դեպրեսիա էր լինելու եւ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը համարել է առանցքային գործոն։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, Թրամփը փոխել է իր մոտեցումը Ուկրաինայի պատերազմի հարցում։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահի նոր դիրքորոշումը ավելի մոտ է G7-ի մյուս առաջնորդների գնահատականներին։ Քարնին նշել է, վերջին օրերին մի քանի անգամ քննարկումներ են ունեցել Թրամփի հետ, անդրադառնալով Իրանի, Լիբանանի եւ Ուկրաինայի թեմաներին։ Նա ընդգծել է, Վաշինգտոնում այժմ ավելի իրատեսական պատկերացում կա պատերազմի հնարավոր ավարտի եւ Ռուսաստանի պարտության վերաբերյալ։ Կանադայի վարչապետը փոփոխությունները բնութագրել է որպես խաղի կանոնները փոխող գործոն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, Անկարան, Ստամբուլը եւ Անտալիան վերածվում են միջազգային դիվանագիտության կարևոր հարթակների։ Նրա խոսքով Թուրքիան գտնվում է 1.5 միլիարդ բնակչություն ունեցող 67 երկրների կենտրոնում, ինչը մեծացնում է նրա աշխարհաքաղաքական նշանակությունը։ Էրդողանը նշել է, երկիր այցելող օտարերկրյա պատվիրակությունների թիվը շարունակաբար աճում է։ Թուրքիայի նախագահը համոզված է, երկրի դերը գլոբալ քաղաքականության մեջ շարունակելու է մեծանալ։ ՌԴԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ արձագանքել է բրիտանական մամուլի հրապարակումներին, որոնցում ռուսաստանցի ուսանողի անունը կապվում է Քիրսթարմերի տան եւ մեքենայի հրկիզման հետ։ Նա այս մեղադրանքները բնութագրել է որպես շիզոֆրենիայի դրսևորում։ Զախարովայի խոսքով նման վարկած կարող էր հորինել միայն ուղեղի բորբոքում ունեցող մարդը։ Նա ընդգծել է, խոսքը Մոսկվայում բնակվող դիվանագետի որդու մասին է եւ նման մեղադրանքները անհեթեթ են։ ՌԴԱԳ ներկայացուցիչը նաեւ քննադատել է բրիտանական հանրությանը նման տեղեկություններով համոզելու փորձերը։
ԿՀՎ-ի ռուսական վերլուծության նախկին տնօրեն Ջորջ Բիբը հայտարարել է, Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն փողզիջմամբ կամ պետականության կորստով։ Նրա գնահատմամբ Կոստանտինովկան մոտենում է ծանր իրավիճակի եւ արևմուտքը ստիպված է լինելու ընդունել իրականությունը։ Բիբի խոսքով պատերազմի հետագա սրացումը կարող է հանգեցնել Ուկրաինայի փլուզման։ Նա նաեւ նշել է, նման զարգացումը կբացահայտի Ռուսաստանի նկատմամբ արևմուտքի երկամյա ռազմավարության ձախողումը։ Վերլուծաբանը համոզված է, Կիևի դաշնակիցները կանգնած են նոր որոշումների անհրաժեշտության առաջ։ Ըստ Հիլի, ԱՄՆ-ն եւ Իսրայելը ռազմավարական հաշվարկներում սխալվել են Իրանի դեմ գործողությունների ընթացքում։ Հոդվածում նշվում է, Թեհրանը կարողացել է դիմակայել հարվածներին եւ պահպանել իր դիրքերը։ Ըստ հրապարակման, Վաշինգտոնն ու Թել Ավիվը նախապատրաստվել են ռազմական գործողությունների սկզբնական փուլին, սակայն չեն հաշվարկել տնտեսական եւ աշխարհաքաղաքական հետևանքները։ Նշվում է, Իրանը կարողացավ մարտադաշտը տեղափոխել ավելի լայն տնտեսական եւ տարածաշրջանային հարթություն։ Պարբերականը եզրակացրել է, ընդհանուր հաշվարկով Թեհրանը դուրս է գալիս որպես առավել շահեկան դիրք զբաղեցնող կողմ։ ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի մատակարարումների համար տրամադրված հատուկ լիցենզիայի ժամկետն ավարտվել է հունիսի 17-ին։ Այն ուժի մեջ էր 1 ամիս եւ թույլ էր տալիս որոշակի պայմաններով շարունակել բեռնափոխադրումները։ Լիցենզիան վերաբերում էր մինչև ապրիլի 17-ը բեռնված նավթին եւ նավթամթերքներին։ Միաժամանակ սահմանափակումները չէին տարածվում Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Կուբայի հետ կապված որոշ կազմակերպությունների վրա։ Նախորդ նման լիցենզիայի գործողությունը նույնպես ավարտվել էր մայիսին, այսպիսով ռուսական նավթի մատակարարումների հարցում նոր իրավիճակ է ձևավորվում։ Wall Street Journal-ի փոխանցմամբ Թեհրանը պատրաստվում է վերադառնալ միջուկային բանակցություններին արդեն բոլորովին այդ դիրքերից։ Հոդվածում նշվում է, վերջին ամիսներին ռազմական ճնշումից հետո Իրանը համոզվել է, կարող է դիմակայել ԱՄՆ-ի ամենածանր քայլերին։ Ըստ փորձագետների, Թեհրանը պատերազմից դուրս է գալիս ավելի ինքնավստահ եւ նոր ազդեցության լծակներով։ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը մեծացրել է նրա դիրքերը տարածաշրջանում։ Վերլուծաբանների կարծիքով Վաշինգտոնը այժմ ունի ավելի քիչ ճնշման գործիքներ, իսկ Իրանը համարում է վատագույնն արդեն անցել է։ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը կարող է կրկին հարվածներ հասցնել Իրանին, եթե Թեհրանը չկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նրա խոսքով ներկայումս խոսքը միայն փոխըմբռնման հուշագրի մասին է եւ վերջնական գնահատականը կախված կլինի Իրանի հետագա քայլերից։ Թրամփը շեշտել է, եթե իրեն չգոհացնի իրավիճակը, ԱՄՆ-ն անմիջապես կվերադառնա ռազմական գործողությունների տարբերակին։ ԱՄՆ առաջնորդը բաց տեքստով զգուշացրել է, համաձայնագրի խախտման դեպքում Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել։ Պաշտոնաթող ամերիկացի դիվանագետ Չաս Ֆրիմանը հայտարարել է, Ուկրաինայում հակամարտությունն ավարտվել է Ռուսաստանի պայմաններով։ Նրա խոսքով մոտ ապագայում ռուսական բանակը կարող է անցնել նոր հարձակման։ Ֆրիմանը նաև պնդել է, Ուկրաինայում իշխանության մեջ գտնվող ուժերը ստիպված կլինեն լքել երկիրը։ Նրա գնահատմամբ ներկայիս իրավիճակը հանգեցնելու է Մոսկվայի համար շահավետ արդյունքի։ Դիվանագետը համոզված է, պատերազմը մոտենում է վճռորոշ փուլին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունը նա զրկվել է անձեռնմխելիությունից։ Նշենք, որ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի փաստական տվյալներին ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Դավիթ Ղազինյանն արդեն ձերբակալվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որևէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ, այս կառույցը որևէ իրավական հենք չի ուզում պահել։ Երկու միջնորդություններ ներկայացված կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուսն էլ բավարարեց։ Մինչ Դավիթ Ղազինյանի ձերբակալությունը լրագրողների հետ զրույցում ասել էր ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը, նշելով, թե դատարանը քննության առարկա կդարձնի Ղազինյանի ազատության սահմանափակման վերաբերյալ հարցը։ Վարդևանյանը նշել էր նաև, թե Դավիթ Ղազինյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում էր ընտրակաշառք տալու նախապատրաստությանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ ներկայացրել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի եւ падգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի եւ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք իրենց բնում ջախջախելու եմ, դրանք են Ռոբերտ Քոչարյան, Կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ։ Այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել։ Այս մասին կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը հերթական սպառնալիքները հնչեցնելով։ Ընտրակաշառքով պետք է երկիրը բերեն դնեն հարվածի տակ, բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ազգային ժողովի գաղտնի արձանագրությունները փողով դուրս է տալիս։ Սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն
կրթությունը եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի։ Հենց բնում այդ սպառնալիքներն անուններ ունեն Ռոբերտ Քոչարյան, Կալուգացի օլիգարխ եւ Բելարուսամետ օլիգարխ պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը, նշել է Փաշինյանը։ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մարտի 1-ի գործով իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա նման հայտարարություն է արել դատական նիստի մեկնարկից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նշենք, փետրվարի 12-ին հայտի դարձավ, որ մարտի 1-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակակետային գնդի հրամանատարի եւ նրա տեղակալի պաշտոնները զբաղեցնող անձանց նկատմամբ խոսքը Ռոբերտ Մելքոնյանի եւ Վալերի Օսիպյանի մասին է։ Ես դատականության ընթացքում էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում, ասել է Օսիպյանը։ Նա այլ հարցերի չի պատասխանել, նշելով, թե ուշանում է մարտի 1-ի գործով դատական նիստից։ Հայաստանի էլեկտրացանցերի վերահսկողական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի արբիտրները որոշեցին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության առարկությունները կքննարկվեն առանձին փուլում, առանց որևէ եզրակացություն անելու այդ առարկությունների էության վերաբերյալ, հետևաբար առայժմ ներդրումային արբիտրաժում կքննարկվեն միայն ընթացակարգային իրավասության հարցեր։ Նաև պետք է նշենք, որ անցյալ տարվա հուլիսին ստացված որոշումները մնում են ուժի մեջ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հեծի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի դրանք, ասված է հայտարարության մեջ։ Հունիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գշպետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Տասիրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այցի շրջանակում դեսպան Կլաուդիա Բուշը Գերմանիայի Դաշնության կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման եւ կարողությունների զարգացման նպատակով։ Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։ Մենախաղում հաղթանակ են տարել Անի Ամիրխանյանը ու Էլինա Ավանեսյանը, իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են 6-2-6-1 հաշվով։ Էլինա Ավանեսյանը նորամուտը նշել է Հայաստանի հավաքականում։ Իրանական տանկերները վերջին 2 ամիսների ընթացքում առաջին անգամ վերսկսել են հում նավթի արտահանումը։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև շրջանակային համաձայնության հայտարարությունից հետո Tanker Trackers ընկերության տվյալներով արդեն իրականացվել է նավթի 2 խմբականակի արտահանում, ինչը հաստատվել է արբանյակային դիտարկումներով։ Ըստ նույն աղբյուրի Իրանի ազգային տանկերային ընկերության առնվազն 2 սուպերտանկեր տեղափոխել է մոտ 3.8 միլիոն բարել հում նավթ, անցնելով ամենառազմածովային շրջափակման գիծը։ Թրամփը ըստ Պոլիտիկոյի պատրաստ է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը Ուկրաինայի պատերազմի ավարտի նպատակով, սակայն դրա դիմաց եվրոպական երկրներից պահանջում է աջակցություն Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում։ G7-ի փակ քննարկումներում եվրոպացի առաջնորդները նշել են, պատրաստ են ներգրավել գործընթացում, սակայն միայն որոշակի պայմաններով եւ իրավական համաձայնությունների շրջանակում։ Չնայած քննարկումներում վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է լավատեսություն։ Թրամփը միաժամանակ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավորության մասին, ընդգծելով, որ Ռուսաստանը պետք է համաձայնագիր կնքի։ G7-ի առաջնորդները համաձայնել են մեծացնել Ուկրաինային տրամադրվող հակաօդային պաշտպանության համակարգերի, հակահրթիռների եւ հեռահար սպառազինության մատակարարումները։ Հռչակագրում նշվում է նաեւ հնարավորության դիտարկումը Ուկրաինայում այդ զենքերի արտադրության լիցենզիաների ստեղծման վերաբերյալ։ Միաժամանակ նախատեսվում է ամրապնդել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ձմռանը ընդառաջ հաշվի առնելով ռուսական հարվածների ինտենսիվությունը։ G7-ը վերահաստատել է իր աջակցությունը ուկրաինական բանակին եւ երկրի դիմադրությանը, ընդգծելով մարտադաշտում նոր թափի առկայությունը։ Չինաստանի արտգործնախարար Վանին հայտարարել է. ՄԱԿ-ը շարունակում է մնալ կարևոր միջազգային կառույց, սակայն նրա հեղինակությունն ու ազդեցությունը լիարժեք չեն իրացվում։ Նրա խոսքով միջազգային համակարգում բազմակողմանիության թուլացումը պայմանավորված չէ ՄԱԿ-ի անարդյունավետությամբ, այլ դրա որոշումների չիրագործմամբ։ Վանին ընդգծել է. ջունգլիների օրենքի վերադառնալու վտանգը աճում է այն պատճառով, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը բավարար չափով չի պահպանվում։ Նա կոչ է արել ակտիվորեն ուժեղացնել կազմակերպության դերը համաշխարհային համաձայնության ձևավորման եւ գլոբալ մարտահրավերների համատեղ հաղթահարման նպատակով։
Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան հայտարարել է. 2030 թվականի իրատեսական ժամկետը երկրի Եվրամիությանը միանալու համար։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն ցույց է տվել պատրաստակամություն կատարել անդամակցության պահանջները, սակայն գործընթացը պահանջում է խորքային օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ ԵՄ-ի կողմից բացվել են բանակցային կլաստերներ, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ, սկսած իրավունքի գերակայությունից մինչև պետական կառավարման համակարգ։ Դեսպանը նշել է, ներկայում ընթանում են տեխնիկական բանակցություններ, որոնք պետք է ապահովեն եվրոպական չափանիշներին համապատասխանեցում։ ԱՄՆ վարչակազմում քննարկվում է Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի վերահսկման նոր մեխանիզմի ներդրումը, որը կարող է ներառել վճարովի VIP անցագրի համակարգ։ Առաջարկը նախատեսում է նավերի արագացված անցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ։ Նպատակը նավաստիների եւ ապահովագրական ընկերությունների վերադարձն է այս երթուղի տարածաշրջանային լարվածության պայմաններում։ Չնայած ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որ նեղուցը բաց է, շուկայի մասնակիցները շարունակում են զգուշավորություն ցուցաբերել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի պատրաստվում առաջադրվել երրորդ ժամկետի համար։ Նշվում է, այս որոշման մասին տեղեկությունը փոխանցվել է փակ հանդիպումների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Ըստ աղբյուրների, հայտարարության նպատակն է նվազեցնել մտահոգությունները կառավարման կենտրոնացման վերաբերյալ։ Չնայած պաշտոնական ժամկետների սահմանափակում գոյություն չունի, հաջորդ ընտրություններին նա կլինի մոտ 70 տարեկան։ Լրատվամիջոցները նաև հայտնում են, Եվրահանձնաժողովը քննարկում է նոր կառույցների ստեղծում, որոնք կարող են փոխել ներքին իշխանական բալանսը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, երկիրը կարող է մինչև 2026 թվականի վերջը արտադրել առնվազն 10 միլիոն անօդաչու սարք։ Նրա խոսքով Ուկրաինան ունի հնարավորություն այս ցուցանիշը կրկնապատկելու, հաշվի առնելով ռազմական տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերը։ Զելենսկին ընդգծել է, երկրի Miltech ոլորտը զգալի աճ արձանագրել, ներառելով արհեստական բանականության եւ ռոբոտատեխնիկայի կիրառումը։ Բլումբերգի տվյալներով Թրամփը փոխել է իր մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ, ընդունելով Մոսկվան չի կարող հաղթել պատերազմում։ G7-ի ներսում ձևավորվել է կարծիք, որ Ուկրաինայի դիրքերը վերջին շրջանում ամրապնդվել են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է պատերազմի հետևանքները ցույց տվող լուսանկարներ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահի վրա։ Արևմտյան առաջնորդները նշել են, տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա արդեն զգալի ազդեցություն ունի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական Combat Bot 90 դեսանտային նավի ոչնչացման մասին։ Գործողությունը իրականացվել է ավիացիայի անօդաչու սարքերի եւ հրետանու համատեղ հարվածների միջոցով։ Ռուսական կողմի տվյալներով հարվածներ են հասցվել նաեւ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։ Նշվում է, թիրախավորվել են նաեւ զինամթերքի եւ վառելիքի պահեստներ, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի հավաքման կետեր։ Բացի այդ, հարվածներն արձանագրվել 146 տարբեր տարածքներում տեղակայված ռազմական խմբավորումների ուղղությամբ։ Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը, դեպքը եղել է ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Mercedes Sprinter եւ Hyundai County մակնիշի ավտոմեքենաները։ Ավտոբուսում եղել է 18 ուղևոր, հիմնականում երեխաներ, ովքեր տելակամարային ճամբարից ուղևորվում էին Կարինգյուղ էքսկուրսիայի։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա եւ 6 մեծահասակ։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները եւ դուրս են գրվել, կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան դրա հետազոտման։ Բժիշկների գնահատմամբ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ, նշում են առողջապահության նախարարությունից։ Սոցիալական խոցելի բնակիչների համար Հայաստանում կսահմանափակվի հասանելիությունը առցան շահումով խաղերին։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակված խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ազգային ժողովը հաստատել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։ Մասնավորապես առաջարկվում է արգելել խաղալը պետական սուբսիդիաներ ստացող քաղաքացիներին, սոցիալական նպաստ ստացողներին, բացի թոշակից այլ եկամուտ չունեցող կենսաթոշակառուներին, սնանկության գործընթացի մասնակիցներին, ինչպես նաեւ բարձր վարկային բեռ ունեցող անձանց։ Պաշտոնապես սկսվեց Արծիվ գործընկեր 2026 զորավարժությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Այնտեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Հայաստանում։ Սա արդեն 4-րդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա եւ աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում։ Այս տարի Արծիվ գործընկերն ընդլայնում է մասնակիցների շրջանակը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ մասնակցում են նաև Ֆրանսիայի եւ Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամին։ Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված Ադրբեջանի եւ ԱՄՆ նախագահների ջանքերին։ Նշվել է, որ կողմերը մեծ կարևորություն են տալիս միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Դոնալդ Թրամփի ունեցած դերին, ինչպես նաեւ Թրիփ Միջանցքի ստեղծմամբ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման հեռադկարներին։ Եթե Իսրայելը չդադարեցին Լիբանանի հարավում իրականացվող հարձակումները, Իրանի զինված ուժերը խոստանում են կոշտ պատասխան տալ։ Իրանի զուգենտրոնական շտաբը հայտարարել է հրադադարի մասին ԱՄՆ նախագահի հայտարարություններից հետո Իսրայելը 84 անգամ խախտել է պայմանավորվածությունները։ Թեհրանը պնդում է վերջին 2 օրերին շարունակվել են հարվածներ Լիբանանի տարածքում։ Հայտարարության մեջ ընդգծվել է Իսրայելի գործողությունների շարունակությունը չի մնա անպատասխան։ Իրանի զինված ուժերը զգուշացրել են տարածաշրջանում իրավիճակը կարող է կրկին կտրուկ սրվել։ Իսրայելը դիմել է Վաշինգտոնին, խնդրելով ծանոթանալ Իրանի հետ նախատեսվող համաձայնագրի բովանդակությանը, սակայն մերժում է ստացել։ Իսրայելում դժգոհություն կա, քանի որ փաստաթղթի մանրամասների մասին տեղեկություններ են ստացվում միայն երրորդ կողմերից։ Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը կմասնակցեն հակամարտության ավարտի վերաբերյալ հուշագրի ստորագրմանը։ Թել Ավիվում մտահոգված են գործողությունից դուրս են մնում առանց բավարար տեղեկատվության։ ՆԱՏՕ-ն որոշել է հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայել Թուրքիայի Կոնիա նահանգում։ Քայլը պայմանավորված է տարածաշրջանում պահպանվող լարվածությամբ։ Համակարգի տեղակայումը համաձայնեցվել է դաշնակիցների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Նախատեսվում է այն կուժեղացնի Թուրքիայի օդային տարածքի պաշտպանության հնարավորությունները։ Համակարգի տեսակի եւ գործարկման ժամկետների մասին առայժմ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնագրի տեքստը կուղարկի կոնգրեսի քննարկմանը։ Նրա խոսքով աջակցում են նաև ընթացակարգին։ Միաժամանակ Թրամփը նշել է, կոնգրեսը հաճախ դեմ է արտահայտվում իր նախաձեռնություններին։ Ամերիկացի առաջնորդը վստահեցրել է ցանկանում է համաձայնագիրը դարձնել առավել թափանցիկ։ Նա նաև ակնարկել է, օրենսդիրների հետ նոր տարաձայնություններ կարող են առաջանալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ խորհրդանի ղեկավար Նաբիհ Բերիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները։ Արաղչին ընդգծել է Իսրայելի հարձակումները Լիբանանի դեմ պետք է ամբողջությամբ դադարեցվեն։ Լիբանանի ղեկավարությունը ողջունել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնագրում Լիբանանին վերաբերող դրույթների ներառումը։ Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ԱՄՆ Սենատը չի ընդունել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձևը։ Փաստաթղթին դեմ է քվեարկել 47 սենատոր, դեմ 48-ը։ Հանրապետականներից 4-ը պաշտպանել են նախաձեռնություն, իսկ դեմոկրատներից միայն մեկը դեմ է արտահայտվել։ Չնայած ԱՄՆ սահմանադրությունը պատերազմ հայտարարելու իրավունքը վերապահում է կոնգրեսին, վերջին տարիներին նախագահները լայնորեն են օգտագործել ռազմական ուժ կիրառելու լիազորությունները։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել է, իսրայելական ուժերը չեն հեռանա Լիբանանից։ Նրա խոսքով նահանջ չի լինի ոչ ուրբաթ ոչ էլ դրանից հետո։ Սմոտրիչը շեշտել է, Իսրայելը պահպանում է լիակատար ռազմական ազատություն Լիբանանի տարածքում։ Նա նշել է, Հեզբոլլահի զինաթափումը մնում է գլխավոր պայմանը։ Նախարարի խոսքով Իսրայելը պատրաստ է երկարաժամկետ ներկայության հարավային Լիբանանում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, Իրանի հետ համաձայնությունը միայն երկկողմ փաստաթուղթ չէ։ Նրա խոսքով այն ներառելու է Իսրայելը, Լիբանանը եւ Պարսից ծոցի երկրները։ Վենսը դա անվանել է տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր։ Նա նշել է, գործարքը նախատեսված է երկարաժամկետ կայունության ապահովման համար։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 17-ի կեսօրից հետո 18-ից 21-ի գիշերը եւ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ից 20 աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Երևանում հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ից 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։